Մայիսի 4-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հովվական այցով մեկնեց Դոնի Ռոստով։ Այցը նշանավորվեց մի շարք արդյունավետ հանդիպումներով ու քննարկումներով։ Հիշեցնենք, որ քաղաքի իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը որպես պատմամշակութային ժառանգություն վերադարձրել են թեմին։ Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն։ Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 1875 թվականին այստեղ հիմնադրվել է տարածաշրջանի լավագույն աստվածաբանական ուսումնարանը, իսկ 1881 թվականին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվել է հոգևոր ճեմարանի։ Պատմական այս շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս Սրբազանի հետևողական աշխատանքի եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի շնորհիվ վերադարձավ թեմին։ Ռոստովաբնակ բարերար Մեհեր Մայլյանը նույնպես էական ներդրում է ունեցել այս գործում։ Ես այս շենքը որոշեցի նվիրել եկեղեցուն, հանուն մեր երեխաների կրթության եւ հոգեվոր դաստիարակության, որը կլինի նաեւ մեր նախնիների բարի գործի շարունակությունը։ Շենքի հետագա գործնեության եւ նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով Եզրաս Սրբազանը շինարաների հետ շրջայց կատարեց։ Իհարկե պատուհանները պատմական են, պետք է սկսենք մտածել, վերականգնում ենք հին պատուհանները պահպանելով բնօրինակը, թե կարելի է այս նույն ձևի մեջ ժամանակակից փայտի ուրեմն պատուհաններ տեղադրել փոխարենը։ Տանիքը պետք է նորոգենք, ներսի աշխատանքները պետք է սկսենք, որպեսզի ապագային կարողանանք վերականգնել իր բուն առաքելությունը որպես հոգևոր կրթական հաստատություն Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի կյանքից ներս։ Քարահարկ շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ, բայց քանի որ երկար տարիներ չի շահագործվել, այժմ անխնամ ու անմխիթար վիճակում է հայտնվել։ Ժամանակի ընթացքում շենքում տարբեր կրթական կառույցներ են գործել եւ որոշակի փոփոխություններ են կատարվել։ Օրինակ, այստեղ պարզ երևում է, որ շենքը իր նախնական ճարտարապետական հորինվածքով պատուհաններ է ունեցել, սակայն հետագայում աղյուսով այդ պատուհանները փակվել են։ Սկսած 1800-ականներից այս շենքում անընդհատ շինարարական աշխատանքներ ու փոփոխություններ են կատարվել։ Հնարավոր է նաև հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ ռմբակոծվել է Դոնի Ռոստովը, շենքը նույնպես վնասվել է։ Փաստորեն մենք ունենք պատմական մի շենք, որը անընդհատ վնասվել ու փոփոխություններ է կրել։ Շենքը նորոգելու եւ կրթական կենտրոնի պատմական առաքելությունը վերականգնելու պատրաստակամությունը ստանձնել է թեմը ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ, որն այս օրերին Հայաստանում անհիմն մեղադրանքով շուրջ 1 տարի կալանավորված է։ Դոնի Ռոստովի կառուցմանը մասնակցած ուսյալ եւ տաղանդավոր հայերը չէին կարող իրենցից հետո չթողնել այն, ինչն այսօր քաղաքի այցեքարտն է, ինքնության մասը։ Դրանք մեր հնամենի եկեղեցիներն են ու կրթական կենտրոնները։ Քարի առաջին շինություններից է Սուրբ Խաչ եկեղեցին, որը կառուցվել է 1786 թվականին։ Եկեղեցու վերաուծումը կատարել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը 2008 թվականին։ Այսօր այստեղ հոգևոր ծառայություն է մատուցում Տեր Թադեոս քահանա Տերտերյանը։ Եկեղեցին իր սրբազան մասունքն ունի Սուրբ Խաչ անունով։ Սա խաչքար է, ըստ վկայությունների թվագրված 4-րդ դար, որ մեր հայրենակիցները, մեր ազգակիցները տեղափոխել են Անիի կործանման ժամանակ, երբ ստիպված են եղել լքել Բագրատունիների մայրաքաղաքը Անին եւ տեղափոխվել են Ղրիմ, համարելով նվիրական սրբություն, իր մեջ ունենալով մեծ զորություն աստվածային, որով բուժվել են շատ կարիքավորներ, զորացել են այս խաչքարի հպումով։ Ժամանակին Սուրբ Խաչը հայ եպիսկոպոսների համար որպես նստավայր է ծառայել։ Այդ են վկայում եկեղեցու բակի մամրակալած շիրմաքարերը, որոնց գրությունները դեռևս ընթեռնելի են։ Միշտ շիրմիտ հայոց վշտակիր հայրիկ։ Եկեղեցու տարածքում են գտնվում հայ գրողներ Ռաֆայել Պատկանյանի եւ Միքայել Նալբանդյանի շիրիմները։ Մրգատու ծառերով լայնատարած այգին կարծես պարսպապատել է եկեղեցին, որի մուտքերից մեկը նայում է քարի աստիճաններով ձորակ տանող ճանապարհին։ Հայկական ճարտարապետական ոճով կառուցված հնամենի եկեղեցիները հուշում են, թե որքան են Դոնի հայերը կարևորել հոգևոր ազգային ավանդույթները։
Ղրիմ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1895 թվականին։ Եզրասր Սրբազանի օրհնությամբ այս օրերին եկեղեցում նորոգման աշխատանքներ են կատարվում։ Սուրբ Սեղանն ու ատյանն արդեն նորոգված են։ Հոգևոր հովիվ Տեր Պողոս Քահանա Տերտերյանի խոսքով շուտով կավարտեն նաև եկեղեցու արտաքին հարդարման աշխատանքները։ Գյուղի մշակութային ակումբի շենքն է, հայերի միակ հավաքատեղին։ Միակ մանկապարտեզիսաներն էլ հիմնականում հայ մանուկներն են։ Նրանք ծնվել են Ռոստովում, բայց խոսում են հայերեն։ Իմ անունը Սերգեյ է, քույր ունեմ, տատիկ ունեմ։ Դոնի հայերի մշակութային մայրաքաղաքը եղել է Նախիջևան քաղաքը։ Եվ հենց այստեղ են արդեն մեր օրերում հայերը վարդագույն տուֆով կառուցել Սուրբ Հարություն եկեղեցին, ճիշտ այն վայրում, որտեղ Խորհրդային Միության տարիներին խոնարհվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Հովվական այցի շրջանակում Եզրասրբազանի հանդիսապետությամբ կատարվեց բարերար Վլադիմիր Ղազարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությունը։ Սուրբ Հարություն եկեղեցուց մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում Նախիջևանի կենտրոնական շուկան։ Այն եղել է քաղաքի գլխավոր ու հրապուրիչ հասցեներից մեկը։ Բազարում բոլորը հայեր են աշխատում։ Այստեղ անգամ մթնոլորտն է ներծծված հայկականությամբ։ Լուսադեմին նորաթուխ լավաշի անուշ բույրն արդեն կարելի է զգալ ողջ շուկայով։ Ամենուրեք վաճառվում են հայկական մթերքներ, ինչպես տեղի հայերի ձեռքով պատրաստված, այնպես էլ Հայաստանից բերված։ Մեր լավաշը շատ մեծ պահանջարկ ունի Ռոստով քաղաքում, լավաշը կոչվում է ապարանի լավաշ, համեցեք։ Հայկական պանիր ունեք։ Հայկական հորած պանիր ունեն Գեղեգնաձոր շատ համով, Դոնի Ռոստովի յուրաքանչյուր եկեղեցուն կից կա հայորդյաց տուն, որտեղ տարբեր տարիքի մարդիկ հայերեն են սովորում, իսկ միջնակարգ դպրոցներում գործում են հայկական դասարաններ։ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան Քահանա Ավագյանի խոսքով քաղաքում մեծ համբավ ունի Զվարթնոց պարային անսամբլը, որտեղ սովորում են միայն հայկական ազգային պարեր։ Երբ Ղրիմա հայերը Եկատերինա II-ի հրավերով եկել ու կառուցել են նոր Նախիջևան քաղաքը, հիմնել են նաև 5 հայկական գյուղ։ Դրանցից մեկը Չալտիրն է։ Այստեղ, ինչպես մնացյալ գյուղերում, հայերը նույնպես կառուցել են մեծ ու շքեղ եկեղեցի։ Եզրասրբազանն այցելեց նաև Չալտիրի Սուրբ Համբարձում եկեղեցի, Տեր Թադեուս Քահանա Հայբարյանի հետ քննարկեց հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Քառօրյա հովվական այցից հետո Եզրասրբազանը վերադարձավ Մոսկվա։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Դոնի Ռոստով։